դիմումը պետք է հանձնենք մեկը կրթության գիտության նախարարին, մեկը վարչապետին, քանի որ մեր տնօրենին անհիմն են հեռացրել աշխատանքից, պատճառաբանելով, որ քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել, որը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դպրոցում ընդհանրապես ոչ մի քաղաքականության վերաբերյալ հարց չի ոչ քննարկվում է, ոչ խոսվում է այդ մասին։ Դպրոցը դա կրթության, գիտության օջախ է, որտեղ մենք փորձում ենք կրթել ապագա սերնդին որպես ազնիվ հայրենասեր քաղաքացի։ Եվ սերունդի հետ կատարել նման անարդարացի քայլ, որ տեսեք սերունդ չի համապատասխանում ասածը արվածին, ամենասխալ բանն է։ Մենք էլ ոնց ասենք երեխաներ, նայեք բան ա փոխվել երկրում, երբ որ տեսնում են երեխաներ տնօրենի կատարած աշխատանքը ու նման նվիրված գործին ընտրյալին ազատում են աշխատանքից, որ ինքը զսպվածություն չի ցուցաբերել քաղաքական առումով, դա պարզապես անհիմն մեղադրանք է եւ չի համապատասխանում իրականությանը։ Եվ հեռախոսով եւ հետո ինչ որ դիմում են տվել, չգիտեմ, այդ ներկայացրել են դա։ Ամեն դեպքում հեռախոսով են տեղեկացել։ Այո, հա, որ դուք ազատված եք աշխատանքից։ Դե դա հենց այն կեղտոտ բնագավառն է, ես չգիտեմ, այդ խաղերը, որ տրվում է քաղաքական, ավելաբար մենք դրա մեջ չկանք, այդ հարցով չենք էլ ուզում հետաքրքրվել, մեր համար կարևոր է մեր տնօրենը հետ վերադառնա աշխատանքին, քանի որ ես նորից եմ ասում, նման գործին նվիրյալ տնօրեն ես շատ քիչ եմ հանդիպել։ Կտուժի դպրոցը, կտուժի աշակերտները, կտուժենք բոլորս մենք։ Բայց ամեն դեպքում լուրեր են պատճառում, որ համանախապետի ծանոթին են նշանակել որպես տնօրեն, դրա համար հեռացել են Ես դրան ծանոթ չեմ, չգիտեմ, մենք չգիտենք էլ նույնիսկ ով կգա կամ չի գա, մենք պարզապես ուզում ենք մեր տնօրենին, որտեվ անհիմն եւ սխալ մեղադրանք է կայացվել, ուզում ենք արդարությունը հաղթի։ Քանի որ նորից եմ ասում, մեր դպրոցը միայն շահում է նման տնօրեն ունենալով հանդերձ։ Տնօրենը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արգիշ Մեհակյանի ընկերոջ կնոջը պետք է նշանակեին մկա գծով փոխտնօրեն, եւ չի համաձայնվել, դրա համար հիմա վրեժխնդիր են լինում։ Դուք համաձայն եք, տեղյակ եք այդ մասին։ Ես գիտեմ, որ տնօրենը որպես գործատու ինքն է ընտրում իր կադրերին, ինքն է իշա դպրոցի որոշում, ով ավելի ճիշտ կլինի տվյալ պաշտոնին։ Եթե տնօրենը տեսել է ում է ավելի հարմար գտնում։ Հիմի թե ում են դրսից առաջարկում, դա արդեն հարցի մյուս կողմն է, քանի որ առաջարկում են նրան, ում որ չեն ճանաչում, ով ինչ որ ծանոթ է, բայց իրոք դա դրական ազդեցություն կունենա դպրոցի վրա, դա ճիշտ աշխատանքը կկատարվի, դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց այն որ ներսի մարդ ավելի ճիշտ ընտրություն է կատարում, դա միանշանակ ճիշտ է, տնօրենը գիտի ում է տեսնում նման պաշտոնին եւ գործը կշահի միայն այդ դեպքում։ Քանի տարվա տնօրեն եք։ Եվի 5, 4 տարվա, հա։ 4 տարվա տնօրեն է, բայց արդեն վայելում է եւ աշակերտների եւ ծնողների հարգանքն ու սերը իր ճիշտ աշխատանքի արդյունքում կատարած այդ գործունեության հետևանքով։ Ձեր ամենազգանունը։ Արմինե Մանուկյան։ Դուք ինչ առարկա եք։ Քիմիա։ Ես քիմիայի ուսուցչու եմ։